Ընտրեցի ասեցի աշխատի կոլեկցիկոնի վրա, բավական է, էլ չենք դիմանում, հարցակվում ես կանանց վրա, ձեռու ոտդ կողում ես աչքները, բավական է, հոգնել ենք, աղջիկ ջան, ժողովուրդ ջան, հոգնել ենք։ Այսինքն դա ձեզ միայն դուր չի գալիս, թե այլ բաներ էլ ձեզ։ Ինքը ինչ ասում է դուր չի գալիս, ինքը ինչ ասում է իմ դուրը չի գալիս, ոնց կարելի է։ Իսկ ձեր կարծիքով ինչու է այդպես հոխորտում կանանց վրա հատկապես։ Աղջիկ ջան, մարդը խնդիր ունի ստեղի հետ, ցանկացած մարդով ստեղի հետ խնդիր ունի, այդպես էլ խոսում է, այդպես էլ վարվում է, այդպես էլ իրան, չգիտեմ, հաղթելու ես, հաղթի խելոք, այդ պետական ծառայողների այդ ոհմակը գցել ես քամակիցը, ինչ ես հայատներով ման գալիս, դրանք գործ չունեն, ամսվա վերջում գնալու են միլիոն են ստանալու, ինչ արձակորդ։ Հոգնել եմ, ժողովուրդ ջան, կամերաներից եմ հոգնել, բոլորիցդ էլ հոգնել եմ, ես շատ լուրջ մարդ էի, խելոք մարդ էի, ոչ չունի ոչ մի աջակից, ես ձեզ մի հատ խնդրանք ունեմ, մեր մշակույթի պալատը վառվեց, բացեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը եւ տեսեք, որ մեր այս ամբողջ թաղի ժողովուրդը այս որ հոտի պես իր հետևից ընկած գնում է։ Դրանց բոլորի դիմաց հասցեն գրված է այս մշակույթի պալատը։ Նույնիսկ այդ շտկումը չեն կատարել։ Այդ հասարակ շտկումը չեն կատարել։ Այս ոհմակին պետք չի որ մարդիկ գնան ընտրության։ Այս ոհմակին պետք է ինչքան քիչ մարդ, այնքան սա կանցնի։ ԿՊԱ-ների հետ էիք զրուցում եւ ասացիք որ ասեցիք գնացեք, մեր բակից գնացեք, ընդ ինչ որ կապիկներ կային, իսկ մեր բակն է, իսկ մեր քաղաքն է, իսկ մեր երկիրն է, ոչ մի բանը ձերը չի։ Ոչ մի բանը, ձերը մենակ ձեր աթոռն է, որին դուք սվարկա եղած եք, այդ աթոռը վերջում տենց հայտները տարեք։